Այսօր խոսելու եմ հետևյալ անվանումը ունեմ ու խոսելու եմ դրա մասին, որ Աստծուն եմ ես հավատում։ Ու մի անգամից ուզում եմ հարցնել տամ, միգուցե բոլորս էլ կմտածենք, իսկ քանի Աստված կա։ Իսկ քանի Աստված կա, որ ընտրություն էլ անենք, թե ում ենք հավատալու։ Չէ՞ որ Աստված մեկն է։ Չէ՞ որ Աստված միակն է։ Ամեն։ Բայց ես ուզում եմ իրականում հարց տամ ու ամեն մեկիս հարցնեմ ես ինձ, դու քեզ, իսկ ես որ Աստծուն եմ հավատում, կամ որ Աստծուն եմ ծառայում, բնականաբար, եթե հավատում եմ, ուրեմն ծառայում եմ։ Ու շատ լավ է, որ մենք ամեն ժամանակ լսենք ու մեզ ստուգենք, մեզ ռենտգեն անենք, հայերենը չգիտեմ ոնց է, ավելի շուտ բարդ է, եկեք ռենտգեն անենք, մեզ ռենտգեն անենք, որովհետև գիտես, Աստծո մասին շատ կարող ենք խոսել, Աստծո մասին շատ կարող ենք պատմել, ամեն, որովհետև մենք գիտենք շատ թե քիչ, մենք կարդում ենք Աստվածաշունչ, բայց լավ կլինի, որ շատ կարդանք, շատ ճանաչենք, լավ ամեն ինչ իմանանք Աստծո մասին, բայց միևնույնն է, թանկագիններ, այս ամեն ինչը դեռ շատ քիչ է, եթե մենք ուղղակի իմանանք, կարդանք, բայց չապրենք, ամեն, կամ չդրսևորենք, կամ ցույց չտանք այդ Աստծուն, ում մասին, որ մենք կարդում ենք։ Հասկացաք ինչի եմ ես ուզում դրա մասին խոսեմ։ Առաջի դարում Հիսուսի ժամանակներում, երբ որ Հիսուսը եկել էր, կար Հիսուսը, Աստծո անունից խոսացող, չէ՞, կամ Աստծուն ներկայացնող, կային փարիսեցիներ, նման կրոնական մարդիկ էին, տաճարի քահանաներ էին, կամ կարելի ասել, կային փարիսեցիներ, որ խոսում էին Աստծո մասին։ Լսել եք փարիսեցիների մասին։ Կային նաև սադուկեցիներ, որ էլի Աստծուն էին ներկայացնում, կամ Աստծո անունից էին խոսում, կամ Աստծո մասին էին խոսում, էլ ինչ կային։ Կային սամարացիներ, իրանք էլ իրանց ձևով էին Աստծուն պաշտում այդ տարածքի մեջ։ Հետո հեթանոսներ կային։ Իրանք էլ իրանց Աստծուն էին պաշտում կամ ներկայացնում, չէ՞։ Հրեա ժողովուրդն էր, որ տարբեր տեսակի կրոնական իրանց խավն էր եւ կային հեթանոսներ։ Դու չես կարող ասել, որ հեթանոսները չունեին Աստված։ Բայց միևնույնն է, կա մեկ Աստված։ Ու Հիսուսը ինչ էր ասում։ Հիսուսի խոսքերը ուզում եմ մեջ բերեմ։ Ինքը երբ որ շփվում էր, երբ որ ծառայում էր, ասում էր դուք փարիսեցիներին ծառայում եք մեկին, կամ դուք ուզում եք ներկայացնել մեկին, ում մասին խոսում եք, բայց չեք էլ ճանաչում։ Նա փարիսեցիներին ուղղակի հանդիմանում էր կամ ցույց էր տալիս, ասում էր դուք պատմում եք մեկի մասին, բայց ինքներդ չեք ճանաչում։ Այ երանի թե ճանաչեիք։ Եվ ասում է, բայց ես նրա մոտից եկա եւ պատմում եմ այն ամենը, ինչ որ տեսել եմ նրանից։ Եվ նույն բաները, ինչ որ տեսել եմ նրանից, դա էլ անում եմ։ Հիմա ուզում եմ մենք համեմատենք, որ Աստծուն էին ծառայում կամ հավատում այդ մարդիկ կրոնական, այդ ժամանակվա, որ Աստծուն։ Հիսուսը հենց ինքը մենք գիտենք, որ հոր ծոցից եկածը նա հենց ինքը իր մասին խոսում էր, չէ՞։ Մենք այսօր նայելու ենք ու համեմատելու ենք մեզ Հիսուսի հետ, կամ վերցնելու ենք մեզ օրինակ կամ չափանիշ։ Երեմիա մարգարեության մեջ 9:23-ում գրված է. մի պարծեցեք, սա ունեք, նա ունեք, սա գիտեք, նա գիտեք։ Փուչ է, բայց պարծեցեք, որ ճանաչում եք Աստծուն։ Պարծեցեք, որ հասկանում եք Աստծուն։ Ինչու՞։ Ինչու էր դա պարծենալու։ Գիտես, ոչ թե գլուխ գովալու, այլ իրականում գիտես, սա է կարևորը, Աստված ուզում էր ասել, սա է նշանակալի, երբ որ դու ոչ թե կգովաս կամ կպատմես շատ բառեր կասես, այլ իրականում կներկայացնես ինձ։ Եվ մարդիկ կհասկանան, որ գիտես դու իրականում ճանաչում ու հասկանում ես ինձ։
Ուզում եմ հետևություն անենք եւ մենք էլ մեր համար որոշենք, իսկ մենք որ Աստծուն ենք այսօր պատմում, որ Աստծո մասին ենք պատմում, իսկ որ Աստծուն ենք ներկայացնում, որովհետեւ կարող է տարբեր լինել, թանկագիններ, իրականում կարող է տարբեր լինել։ Էլի եմ ուզում ասեմ, կա մեկ Աստված։ Կասես, բա ինչ աստվածների մասին է։ Նրանք չաստվածներ են, կամ փոքրատառով, անգամ աստվածներ ասել, թեկուզ փոքրատառով չարժե։ Նրանք չաստվածներ են։ Կա Աստված եւ կա Սատանա, եւ Սատանան կեղծելով փորձում է իրան Աստծո տեղ դնի։ Խավարի իշխանը, որ գալիս է լույսի կերպարանքով, խավարի իշխանը, որ գալիս է խափելու մարդկանց եւ իրեն Աստծո տեղ դնի։ Ես օրինակներ կբերեմ, կնայենք, որ գալիս է խավարի իշխանը եւ փորձում է օրինակ մարդկանց կա պաշտպանության Աստված, գիտեք, ո՞րն է այդ պաշտպանության Աստվածը։ Ամեն տան գլխին նալի տեսքով, չէ՞, այդ պայտի։ Մեծ մեքենաների մեծ փշի տեսքով, փոքր մեքենաների մեջ, փոքր արդեն միգուցե լաքած փշի տեսքով։ Հետո երեխաների վրա աչքի ուլունքի եւ այլն, չխորանանք դրա մեջ։ Եվ կամա թե ակամա ինքը փորձեց ու ստացվեց ու դարձավ պաշտպանության Աստվածը։ Ու մարդիկ, գիտես, այդ կախելով կամ դա օգտագործելով կամ դրան արժեք տալով խոսում են, որ սա է իմ Աստվածը, սա է իմ պաշտպանը։ Իհարկե իրանք չեն ասում ուլունքն է, բայց իրանք դրա մեջ պաշտպանություն են տեսնում։ Չէ՞։ Պայտի մեջ, փշի մեջ, ուրիշ բաների մեջ։ Մյուսը մեր քույրը նոր կարդում էր, մեկ ասում է իր բազուկն է իր Աստվածը։ Ինչու՞։ Որովհետև նա կարողանում է լավ վաստակել, փառք Աստծուն, որ կարողանում է վաստակել։ Բայց թող վաստակողը հասկանա, որ այդ ուժ եւ կարողություն տվողը ձեռքերին, իմաստություն տվողը այն Աստվածը, որ իրան ստեղծել է։ Եսային, երբ որ գրում էր իր թղթերի մեջ շատ հաճախ հանդիպած կլինեք, ասում է, լսեք, ում եք ինձ նմանացնում, 40 գլխի մեջ, 42-րդ գլխի մեջ շատ տեղեր կա գրած։ Ում եք ինձ նմանացնում, ում նման ես կլինեմ։ Միգուցե խոսում է այդ մարդկանց, ասում է, միգուցե դուք ինձ կփորձեք նմանացնեք մեկին, բայց ես չեմ պատրաստվում ոչ մեկին նմանվել։ Եվ խոսում ասում է, գիտեք, մեկը վերցնում է իր կացինը ու գնում է անտառ փայտ կտրելու։ Ո՞վ է կարդացել հատվածը։ Ասում է, փայտը կտրում է, բերում է մի մասը, որպես վառելիք է օգտագործում, հաց է թխում, ուտի, որ ընտանիքը ապահով լինի։ Ասում է, մի մասն էլ առանձնացնում է, մի հատ արձանիկ է կառուցում։ Դնում է իր առաջ ու ասում է, դու ես իմ Աստվածը։ Աբսուրդ է, չէ՞։ Դե իհարկե մենք նման բան չենք անում, չենք էլ պատրաստվում անելու։ Բայց գիտես, շատ բաներ կա, որ մեր մտքի մեջ, մեր վարքի մեջ մենք տեղ ենք տալիս, կամ միգուցե կարող է տեղ տանք, եթե ճիշտ չվարվենք, պատկերացնելով կամ տեղ տալով այդ ամեն ինչին, որ նա դառնա մեր Աստվածը։ Մեկի Աստվածը իր աշխատանքը կարող է լինի, մեկի Աստվածը, չգիտեմ, իր երեխեքը կարող են լինել, մեկի Աստվածը իր ամեն ինչը կարող է լինի։ Իր սիրուն, գեղեցիկ ու ապահով կառուցած տունը, որ ինքն այնտեղ շատ իրան ապահով ազգում։ Իհարկե բառերով չի ասում սա է իմ Աստվածը, բայց իրան կատարյալ ապահով ու հանգիստ ազգում այնտեղ։ Բայց միևնույնն է, մենք Աստծո մեջ պետք է հանգիստ զգանք, տան մեջ էլ վայելենք, ամեն, մենք Աստծո մեջ պետք է օրհնված զգանք, Աստծո ձեռքով, բայց նաև մեր ձեռքերը պետք է աշխատեն, ամեն, մենք Աստծո մատակարարմանը պետք է հավատանք, բայց պետք է նաև այո, ձգտենք լավ աշխատանք ունենանք, ինչու՞ չէ, լավ երեխեք ունենանք, լավ ընտանիք ունենանք։
Աստծո անունը տալ եւ հավատալ, ուզում եմ ասեմ, դրանք տարբեր բաներ են, թանկագիններ։ Իմ ու քո գործերը խոսում են այն մեկի մասին, ում իրական մենք տեղ ենք տալիս կամ հավատում ենք։ Մեր գործերը։ Ինչպիսին են մեր գործերը։ Ես մի քանի լավ տեղ ունեմ։ Ինչպիսին է իմ գործերը, այդպիսին էլ իմ Աստվածն է։ Այո, ես ասում եմ Հիսուս Քրիստոսն է իմ Աստվածը։ Բայց եթե ես խարդախ եմ վարվում, ես ասում եմ խարդախն է իմ Աստվածը կամ իմ Աստվածը խարդախ է։ Օրինակ։ Ասում եմ իմ Աստվածը խարդախ Աստված է։ Ասես ոնց Աստված չի կարող խարդախ լինել, նա կատարյալ է, սուրբ է, արդար է։ Եթե նա իմ Աստվածն է, կատարյալ սուրբ արդարը, որ է հենց Հիսուս Քրիստոսը, ուրեմն ես էլ նրա պես պետք է ապրեմ, վարվեմ։ Եթե ես ուրիշ կերպ եմ վարվում, նշանակում է իմ Աստվածը։ Գիտեք, եկեք չառանձնացնենք Աստծուն ու մեզ, մենք հավատացյալ ժողովուրդ ենք։ Այլ ինչով որ ես լցվում եմ, կամ ինչը որ ինձ լցնում է, կամ ով որ ինձ լցնում է ու թելադրում է, ես նրանից էլ լցվում եմ կամ նրանից էլ թելադրվում եմ, նրանով էլ դրսևորում եմ։ Ամեն։ Կոչվել քրիստոնյա կամ լինել քրիստոնյա եկեղեցի հաճախելով այնքան քիչ է։ Ամեն։ Լինել եկեղեցում ու դա լինի սկիզբը կամ հիմքը, որ ես կարող եմ կոչվել քրիստոնյա, դա սխալ ձևակերպում է։ Լինել քրիստոնյա ու կոչվել քրիստոնյա, դա նշանակում է Քրիստոսին ունենալ իմ մեջ, Քրիստոսին ցույց տալ իմ միջոցով։ Ամեն։ Եկեղեցում լինելը դա դեռ ապացույց կամ չափանիշ չի, որ ես կամ տվյալ անձնավորությունը քրիստոնյա է։ Համաձայն եք։ Ամեն։ Ինչպես այն ամենը, ինչ որ բացի մեքենայից մենք կդնենք ավտոտնակում, ինքը չի էլ կոչվի մեքենա։ Ավտոտնակում մենք շատ բան կարող ենք դնել, բայց նա դեռ մեքենա անվանելը սխալ կլինի։ Հա? Մեքենան մեքենա է։ Նա ունի իր չափանիշներն ու իր գործողությունները։ Քրիստոնյան քրիստոնյա է, երբ որ նա գործում է Քրիստոսով, Քրիստոսի պես։ Ամեն։ Դրա համար եկեք մենք մեզ հարցնենք։ Օրինակ, մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, բոլորիդ այնքան հեշտ ու պարզ կլինի։ Մի օր դե տեսեք, ես ասելու եմ հավատացյալ անձնավորություն։ Ինչու կասես։ Որովհետև ես իրան տեսել եմ եկեղեցում։ Որովհետև ես իրան տեսել եմ, որ ինքը կանգնել է իմ հետ կամ քո հետ կամ ինչ-որ մեկի հետ օրինակի համար, ասել է «Փառք ես Տեր»։ Որովհետև ես որ տեսել եմ, նա Աստծո անունն է տվել, նա կարդացել է Աստվածաշունչ, այսինքն եմ ուզում օրինակը բերեմ։ Բայց մի օր այդ անձնավորությունը մոտեցավ ինձ ու ասեց. «Խնդրում եմ, մի հատ աղոթք կանենք»։ Ու ես հարցրեցի. «Ինչ աղոթք կանենք»։ Գիտես, որ այսինչն ու այսինչը բաժանվեն։ Ասում եմ, ինչու՞։ Ասում եմ, որովհետև էսա ճիշտ է։ Խնդրում եմ, եկեք մի հատ հենց հիմա միաբանվենք, չէ որ Աստված գրել է, որտեղ 2-ը 3-ը, նայեք ինչ լավ տեղ է։ Հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ ու ինչ որ խնդրեք ինձանից կլինի ձեզ։ Քիչ մնար համոզեր, չէ՞։ Ճիշտ է, առաջի մասը ճիշտ էր։ Ես ասում եմ այո եւ ամեն։ Բայց խնդրում եմ, եկեք նայենք իսկ ինչ ենք աղոթելու։ Ասում եմ, չէ, ինչ շատ կարևոր է, պետք է աղոթենք, որ բաժանություն գա այս զույգի միջև։ Ինչու, որովհետև անհնար է, հնարավոր չի այդպես շարունակեն ապրելը։ Ով կաղոթի։ Ձեզանից։ Ինչի։ Աղոթեք էլի։ Մարդուն չեք սիրում։ Բայց գիտես, եթե անգամ ես մտածում եմ այդ անձնավորությունը երևի հավատքը չէր հերիքում, ասում եմ եկեք կպեք իրար հետ միաբան աղոթենք, թող լինի։ Բայց նայում ենք այն Աստվածաշունչը, որ ես ու դու կարդում ենք,
Ունտեղ տեսնում ենք այն Աստծուն, որ ասում է Աստված ատում է ապա արզանը։ Այսինքն դա Աստծո ուզածը չի։ Թեև մարդիկ են ընտրում այդ ճանապարհը կամ լինում է նման բաներ, Աստված դա Աստծո ուզածը չի։ Հետևաբար մեր Աստված բաժանության Աստված չի։ Կամ Աստվածաշնչյան Աստվածը բաժանության Աստվածը չի։ Միաբանության Աստվածը։ Այո, լինում են բաժանություններ, ցավոք սրտի։ Չենք խուսափելու, լինելու են նման դեպքեր ու եղել են, բայց դա չի նշանակում, որ դա Աստծո սրտի ուզածն է։ Ամեն։ Բա ո՞րն է Աստծո սրտի ուզածը։ Կոտրածը կպցնելն է Աստծո սրտի ուզածը։ Բաժանվածը միաբանելն է Աստծո սրտի ուզածը։ Թանկագիններ, ովքեր որ ամուսնացած եք, երբևէ ձեր ընտանիքներում անախորժություններ չեն եղել։ Մարդկա երկու ձեռք է բարձրացնում, ասում է կարելի է մի հատ էլ զապաս տակ։ Բոլորիս ընտանիքում լինում է։ Պատկերացնում էր Աստված գար ասեր, չէ, ոնց որ դուք իրար լեզու չեք հասկանում։ Հələ մի հատ բաժանեմ սրանց։ Թող գնան հանգիստ ապրեն։ Աստված տեսավ, որ մենակ ապրելը լավ չի։ Ասեց միաբանեմ, թող գնան հանգիստ ապրեն։ Բայց արուտես այդ հանգիստի մեջ ուրիշ բաներ կար։ Հիմա ով է մեր Աստված, կամ ճիշտ Աստվածը, միաբանող։ Գիտես, այնքան հավատք է պետք ունենալ, որ Աստված բաժանի ես ընտանիքը։ Աստված ասում է, ես այդ հավատքը չունեմ։ Խի, որովհետև ես ավելի շատ կհավատամ կամ հեշտ կհավատամ, որ ես կարող եմ այդ զույգին հաշտեցնել։ Ամեն։ Ու դա է պետք աղոթել։ Դա է պետք աղոթել, կամ այդպես է պետք վարվել, ինչ որ Աստվածաշունչն է ասում։ Աշակերտները եկան, տեսնում եք, որ մենք էլ ենք նման։ Եկան Հիսուսին, ասեցին. Հիսուս, այս ոնց որ լավ չարձագանքեցին քո հանդեպ։ Ոնց որ սենց ավելի պակաս բաներ ենք լսում։ Թույլ տուր։ Մի հատ երկնքից կրակ իջացնենք, այս գյուղի հարցերը լուծենք։ Կարդացել եք, ով է կարդացել։ Ով որ չի կարդացել, ավետարանների մեջ է, մանեկեք գտեք։ Ես այդ տեղերը չեմ ասում, որ դու գնաս տեսնես, ճիշտ եմ ասում, թե չէ, մանգաս։ Պատկերացնում եք աշակերտներին։ Հիսուս քո հանդեպ վատ վարվեցին։ Հիսուս ասեց, եթե իմ հանդեպ վարվեցին վատ, ուրեմն ձեր հանդեպ էլ վատ կվարվեն։ Մխիթարվեցիր։ Եթե ինձ չընդունեցին, ձեզ էլ չեն ընդունի։ Եթե ինձ ընդունեցին, ձեզ էլ կընդունեն։ Եթե ինձ հարգեցին, ձեզ էլ կհարգեն։ Հետո եթե ինձ շատ անարգեցին, հնարավոր է ձեզ էլ շատ անարգեն Հիսուսի անվան համար։ Հիմա եկեք մենք մեր մեջ էլի խոսենք, այն որ քեզ անարգել են։ Եղել է երբևէ որ անարգել են։ Ասած մի բան լսած կլինես, չէ՞, եթե ուղիղ երեսիտ է ասած չլինեն։ Հո չես ասե։ Կարակ ասեմ գոյը սրանց դրդդդդ տաքսին տեսել եք, չէ՞։ Երբ որ տենց աղոթք ենք անում, ասում ենք Հիսուս, մի հատ նենց սրանց քիթը կպցնես գետին։ Ինչի՞։ Որտեվ քո խաթրին են կպե, հա, երևի։ Մի հատ որ հասկանան ում հետ գործ ունեն։ Հիսուս, իհարկե մենք Տիրոջ զավակներն ենք։ Ու ինքն ավ վերցրել մեր համար խոստմունք տվել։ Ով որ իմ ծառաներին, իմ օծյալներին, իմ երեխեքին կպնի, դա հավասար է, որ իմ աչքի բիբին, այսինքն նման ցավ է, արցունք է լցվելու, ցավ է գալու։ Ու ես եմ դատավորը, ես եմ պաշտպանը։ Ամեն։ Մի ուրիշ տեղ ասում է, լսեք, ինձ տվեք դատաստանը։ Դուք մի վերցրեք ձեր ձեռքերը։ Այո, մեր Աստված արդար դատավոր է։ Բայց եկեք ուզենք, որ ինչպես որ նա մեզ դատեց, երբ որ արժանի էինք դատապարտման, դատ արեց, վերջում մի որոշում կայացրեց, ասեց, ինչ ասեց։ Արդարացնում եմ ձեզ, լավ,
Ես ձեզ արդարացնում եմ։ Բայց որ մենք ենք վերցնում դատի այդ մուրճը մեր ձեռքերի մեջ, մենք փոխում ենք մեր Աստծուն։ Մենք փոխում ենք, ասում ենք մեր Աստված, արդար դատավոր է, սկիզբը էլի լավ է։ Բայց հետո ասում ենք միաձայն որոշեցինք ես ու Աստված ոչ մի ներում ու բեկում։ Ոնց թանկագիններ, ոնց թե ոչ մի ներում ու բեկում։ Ես ընդունում եմ, որ նեղված եմ, սիրտս ցավում է, չեմ կարողանում մարսեմ, չեմ կարողանում։ Դրա համար պետք է վազել են Աստծու մոտ, ով որ սիրտ բժշկել գիտի, ով որ հոգսը վերցնել գիտի, ով որ ցավը մեղմացնել գիտի, ով որ սիրով լցնել ու հետ ուղարկել գիտի, որ դու սիրով ու գնաս ու հաղթես։ Ամեն։ Ով է իմ ու քո Աստվածը, որ Աստծուն ենք հավատում։ Աշակերտները ասեցին երկնքից կրակ իջացնենք, այդ թող իմանան սրանից հետո մյուսներին է խրատ լինի։ Ոնց վարվեն։ Ասես լսեք, դուք չգիտեք, թե ինչ հոգուց եք։ Մի ուրիշ խոսքերով Հիսուսը կարող էր ասել. լսի, ով է ձեր Աստվածը։ Ով է, որ Աստծուն եք դուք հավատում։ Այն Աստծուն, որ ես ներկայացրեցի, նման կերպ չի վարվում։ Եթե նման կերպ վարվեր, ուրեմն առաջինը միգուցե ձեր վրա այդ կրակը իջներ։ Ամեն։ Ես ուզում եմ ուղղակի թվարկեմ։ Ինչպիսին է քո Աստվածը։ Ես որ ասում եմ, ինձ էլ եմ դրա մեջ մտցնում։ Ինչպիսին է քո Աստվածը։ Օրինակ։ Խաբեբա, թե ճշմարիտ։ Ճշմարիտ։ Պիղծ, թե սուրբ։ Մաքուր, այսինքն հավատարիմ, թե դավաճան։ Հավատարիմ։ Բժշկող, թե խոցերով ու ցավերով լցնող։ Բայց գիտես, որ մարդիկ կան, որ ասում են Աստված էս ցավերը բերեց իմ կյանքի մեջ։ Գիտեք, որ մարդիկ կան, ասում են այս հիվանդությունը Աստվածանից եկավ, Աստծանից, որ խելոք պահեմ ինձ։ Բայց Հիսուս Քրիստոսը խաչը բարձրացավ, որ մեր ցավերը իր վրա վերցնի։ Այսինքն վերցրեց եւ բարձրացավ։ Ամեն։ Կարելի է էլի թվարկել։ Ինչպիսին է Աստված, ներող, թե ող պահող, որ երբ որ հարմար պահը բռնի, հերթով ճակատին շարի, առանց որևիցե մի ստորակետ բաց թողելու, ներող, հետևաբար, ամեն, ես ու դու, սիրելի եկեղեցի, մենք այդ Աստծուն պետք է ներկայացնենք։ Լուրջ պատասխանատվություն է, չէ՞։ Իսկ դուք գիտեիք ամբողջ պատասխանատվությունը մենակ Հովվի եւ ծառայողական թիմի վրա է։ Ամբողջ պատասխանատվությունը Աստծուն ներկայացնելու յուրաքանչյուրիս վրա է։ Հենց քո վրա է, ասա իմ վրա է։ Ինչը։ Աստծուն ճիշտ ներկայացնելը, ճիշտ Աստծուն ներկայացնելը կամ։ Ամեն։ Սիրող է ատող թե թշնամացող, գթած է ողորմած թե ագահ ու դաժան։ Դե ինքը նենց է, բայց մարդ ես էլի, ստացվում է։ Շարունակեմ։ Ամենակարող, թե խեղճ ու անօգնական։ Փակենք հավաքույթը։ Եթե դու ասում ես ամենակարող, ու երբ որ խեղճ ու անօգնական ենք մենք մեր աչքերի առաջ, մենք մարդկանց առաջ, ուրեմն մենք ասում ենք, որ մեր Աստված խեղճ ու անօգնական, խեղճ է, չի կարող օգտակար լինի մեզ։ Միգուցե դեպքեր էլ կան, որ մարդիկ ասում են, լսի, գնամ հավատացյալ դառնամ, ինչի՞ սա պետք, ինչի հավատացյալ դառնամ։ Այսինքն ինչի գնամ խեղճ ու անօգնական դառնամ։ Ինչի գնամ սև ու սպիտակ դառնամ։ Կամ մենակ սև։ Ինչի գնամ։ Ամբողջ կյանքս սենց, չգիտեմ,
գլուխս թեքեմ, կներեք ես բարի համար, հա բամփեն։ Իսկ ով ասել նման բան։ Ով է նման բան ասել։ Աստված ասում է ես եմ զորքերի Աստվածը։ Աստված ասում է, Հիսուս ասում է, ես Հուդայի ցեղից առյուծն եմ, որ մռնչամ, առյուծը մռնչում է, չէ՞։ Ու ոչ մեկ ոչի բանի տեղը չի դնում։ Այն ինչ մռնչոցեր ասում են գազանները։ Չէ՞։ Տենց է, չէ՞ մեր անտառներում։ Մեր տեսած ֆիլմերում։ Ասում է առյուծը մռնչում է։ Ում սիրտը չի դողա։ Առյուծը դուրս է եկել ճանապարհ ու երբեք իր ճանապարհը չի փոխի։ Եթե կենթանին այդ առյուծը եւ մեր Տեր Հիսուսին ասում են ինքը Հուդայի ցեղի առյուծն է։ Ու մենք էլ իր նման պետք է լինենք։ Ինչ կա վախենալու։ Երբ որ դու դուրս ես գալիս քո տնից, գիտեմ, քայլ ես ուզում անես, ինչ որ մի բան ձեռնարկես, ու երբ որ գիտես դու ով ես, որովհետև գիտես ով է քո Աստված, դու գիտես, որ ամեն բան փախնելու է քո ճանապարհից։ Ուղղակի պարտավոր է փախչել։ Ու գիտեք ինչի, որտեվ իրանք գիտեն դու ով ես։ Նրանք գիտեն ով է քո Աստված, դա բացահայտված է արդեն։ Շարունակենք ցուցակը, երևի չէ։ Երևի թե եկեք ցուցակը դուք շարունակեք։ Մատթեոս ավետարան, շատ հանրաճանաչ մի տեղ։ 5-րդ գլուխ։ Լեռան քարոզ, չէ՞։ 13-ից կընթերցենք։ Դուք եք երկրի աղը։ Եթե աղը անհամանա, ինչով կաղանվի, լավ։ Եվ հետո ասում է 14-ում, դուք եք աշխարհի լույսը, կամ դուք աշխարհի լույսն եք։ Ու 16-ը։ Թող այսպես լուսավորվի ձեր լույսը մարդկանց առաջ, որ ձեր բարի գործերը տեսնեն եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Ասում է դուք լույս եք, դուք աղ եք։ Աղը, այսինքն աշխարհը կարիք ունի աղի, համի։ Ամեն։ Դուք եք աշխարհին համ տվողները։ Դուք եք աշխարհին հաճելի Աստծուն աշխարհին հաճելի դարձնողները։ Դուք եք լույս տվողները կամ ճշմարտությունը ցույց տվողները։ Չէ՞ որ երբ որ խավար է, մենք այդքան էլ པարզ չենք տեսնում, բայց երբ որ կա լուսավորում, մենք ամեն բան հստակ ենք տեսնում։ Մի ուրիշ խոսքերով Հիսուսը ուզում ասի, գիտես, ձեր միջոցով է, որ ինձ պետք է ճանաչեն։ Ձեր լուսավորությունով է, որ Հայրը պետք է երևա։ Ամեն։ Քո համով քեզանից համ են առնելու, եւ իհարկե մեզ չեն գալու, չէ՞, սենց լեզուտան մի հատ սենց համ առնեն։ Պարզ ասում է, տեսնելու են ձեր գործերը եւ ըստ այդմ հասկանալու են ով է քո Աստված։ Ամեն։ Թե չէ, որ ասեն, գիտես, Աստված, Հիսուս, Հայր, Որդի, Սուրբ Հոգի, չգիտեմ, աստվածաբանական, այս կողմից ապացուցենք, գրվել է այս թվին։ Ինչ օգուտ։ Ասում է, ուզում են տեսնեն քո գործերը։ Աշխարհը ասում է, երբ որ տեսնի քո բարի գործերը բնականաբար, ինքը կճանաչի, որ քո Աստված բարի է, կճանաչի, որ այդ Աստվածը նաև իր համար է բարի։ Ամեն։ Եվ կփառավորեն հորը։ Այսինքն կգա պարզ հստակ մի պատկեր, թե ում ես դու հավատում, թե ում ես դու ծառայում կամ ում ես դու ներկայացնում։ Ամեն։ Աղ եւ լույս։ Մեր գործերը խոսում են Աստծո մասին։ Ուզում եմ Հիսուսի օրինակը բերեմ։ Հովհաննես 5-րդ գլուխ, եկեք մի քանի տեղ էլ այսքան ասածից վրա կարդանք։ 30-րդ խոսքում գրված է այսպես.
Եվ ինձ չեմ կարող, ես ինձանից, ասում է Հիսուսը, չեմ կարող ոչինչ անել։ Ինչպես լսում եմ, այնպես եմ դատում, եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հոր կամքը։ Ես ինձանից ոչինչ, ոչ թե, գիտես, չեմ ուզում անեմ, կամ չեմ կարող անել, ինչու՞։ Որով ասում եմ, ես լսում եմ, ես լցվում եմ Աստծով, եւ իմ լցունությունն ու լցվածությունն են, որ դրսևորվում են իմ կյանքում։ Դրա համար միգուցե շատ բաներ կգան իմ մտքով, ես իմ անձնական ցանկությունները կուզենամ անեմ, բայց քանի որ ես Աստծով եմ միշտ լցվում, դա էլ դուրս է գալիս։ Դա էլ ցույց եմ տալիս, որովհետեւ ես իմ կամքը չեմ էլ որոնում, այլ ինձ ուղարկող Հորը։ Մի ուրիշ խոսքերով ասում եմ, ես Աստծուն եմ ներկայացնում։ Ես Աստծուն եմ ուզում ներկայացնեմ։ Ես էլ շատ միգուցե որպես անձ բաներ ունեմ, դու էլ, բայց ասում եմ, ես սրանց վերցնում եմ, դնում եմ մի կողմ ու լցվում եմ ինչ որ Աստվածը ու վարվում եմ ինչպես Աստված, Աստծո կամքով։ Եթե մի հարցում իմ կամքը չի համընկնում Աստծո կամքի հետ, ես դա դեն եմ շպրտում, չեմ անում։ Ամեն։ Ոչ թե Աստծուն եմ հրում են կողմ, ասում եմ թող հələ մի հատ անեմ բրցնեմ, եթե ստացվեց փառք Աստծուն, չստացվեց Տեր ջան, դե կապ աշխարհենք, դու էլ հո ներող ես։ Ինչ լավ է, չէ՞ որ գիտենք Աստված ներող է։ Բայց այդ երբեք առիթ չի տալիս, որ մենք նման կերպ վարվենք։ Լավ, 5:19-ից կարդամ, նույն Հովհաննես ավետարանի։ Հիսուսը ասում է, պատասխանեց եւ ասաց նրանց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե որդին իրենից ոչինչ չի անում, թե որ չտեսնի հորը անելիս։ Որովհետև ինչ որ նա անում է հենց կամ որովհետև ինչ հայրը անում է, հենց որդին էլ այդ ամեն բանն է անում։ Որովհետև հայրը սիրում է որդուն եւ ամեն բան ցույց է տալիս նրան, որ ինքը անում է եւ սրանից էլ ավելի մեծ գործեր ցույց կտա նրան, որ դուք զարմանաք։ Հիսուս ասում է, ես ուղղակի Աստծուն եմ ցույց տալիս։ Ինչպես։ Աստծո գործը անելով։ Անում եմ այն, ինչ որ Աստված պետք է աներ։ Կամ Աստված իրեն դրսևորում է իմ միջոցով։ Հասկանում ենք։ Աստված ուզում է դրսևորի իրեն քո միջոցով։ Աստված ուզում է, որ դու հանձնված լինես իրեն ու ինքը ամբողջությամբ քեզ գործածի։ Հիմա եթե իմ քո գործերը չեն համընկնում Աստծո գործողություններին, նշանակում է նա չի գործում իմ ու քո միջոցով։ Եթե իմ ու քո սրտի պարունակությունը չի համապատասխանում Աստծո սրտի պարունակությանը, նշանակում է մենք այդ Աստծուն չենք ներկայացնում։ Դրանք կուրքեր են, դրանք խաբեբաճիճուներ են, ասենց ասեմ, խավարի աշխարից, որ գալիս են մեզ փորձելու, իրանց ենթարկելու, ու մենք գործում ենք իրանց գործերը, տալով Հիսուս Քրիստոսի անունը։ Իրանք տեղ չունեն մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Որտեղ եմ կամ ում եմ տեղ տալիս, նրան էլ վերարտադրում եմ։ Հասկանում եք, այլապես ուրիշ բան չենք կարող անել, չենք կարող։ Մի ուրիշ տեղ կարդամ, կարելի է նվագել։ Մի տեղ մի վիճաբանություն կամ խոսակցություն եղավ փարիսեցիների եւ Հիսուսի միջև։ Հիսուս ասում էր, ես հորից եմ եկել, Հայր Աստծո կամքն եմ ցույց տալիս, փարիսեցիները ասում են, մենք ենք Աստծուն ցույց տալիս, ու հիմա Հիսուսը նայեք ինչ է ասում։ Էլի քանի որ Հովհաննեսի մեջ ենք, եկեք ստեղ էլ մնանք։ 8-րդ գլուխ 44 խոսքից։ Ութ 40
4 Ասում եմ, երբ որ ես եկել եմ երկնքից, ձեզ պատմում եմ երկնքի մասին, Հայր Աստծո մասին դուք չեք լսում։ Ինքան տարօրինակ է։ Երկուսն էլ ճանաչում են նույն Աստծուն, բայց իրար լեզու չեն հասկանում։ Ինչքան տարօրինակ է, չէ՞։ Երկու Աստվածապաշտ ասում են պաշտում ենք Աստծուն, բայց իրար լեզու չեն հասկանում։ Հիմա ինչ որ մեկինը ուրիշ Աստված է։ Մեկինը կեղծ է, թանկագիններ, մեկինը կեղծ է։ Ես չեմ ասում այդ մեկը դիտավորյալ է ընտրել այդ կեղծին, ուղղակի խաբված է։ Ուղղակի խաբված է։ Ուղղակի հպարտ է։ Ուղղակի ինքնահավան է, ես չգիտեմ, կարելի է ասենց գնալ։ Ուղղակի իր ես Աստծո ոտքերի առաջ դնել չգիտի։ Ինչ վախենալու բան կա, Տեր, եթե սխալ եմ, եթե չար ճանապարհների մեջ եմ, եթե մոլորվել եմ, ուղղի ինձ։ Կարելի է աղոթել, թե չէ։ Բայց ես գիտեմ հո ուղիղ եմ, ինչի համար աղոթեմ։ Լսել ես երբևէ, ես լսել եմ։ Դու մտածի։ Գիտես խոսքերը մի կողմ դնենք, բայց ամեն ծառի կա պտուղի ժամանակ։ Պտուղը ցույց է տալիս։ Գոնե մենք ինքներս մեր պտուղներին նայենք։ Բայց ասեմ կողքից ավելի հեշտ է երևում։ Բայց միևնույն է, եկեք մենք մեզ դառնանք, նայենք մեր ներսը, ներթափանցենք մեր ներսը, տեսնենք մեր պտուղները, որպեսզի համոզված լինենք։ Ում ենք ներկայացնում։ Եվ ասում է. դուք ձեր սատանա հորից եք, կամ ձեր Աստվածը, ուրիշ խոսքերով, սատանան է։ Եվ կամենում եք ձեր հոր ցանկությունները անել։ Նա սկզբից մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չկեցավ, որովհետեւ ճշմարտություն չկա նրանում, երբ որ սուտ է խոսում, իրեններից է խոսում, որովհետեւ ստախոս է եւ ստության հայր։ Բացի ինձանից կա մարդ, որ երբևէ սուտ է խոսացել, որ իրար հետ ապաշխարենք վերջում։ Չէ, դիտավորյալ չէ, ստացվել է, կամ մի բան խոստացել ես ու չես արել։ Չէ՞։ Խոստացել ես, չես արել, ականջի հետև ես գցել։ Եթե դուք նույն Աստծուց եք, ինչի եք ուզում, ինչի եք մարդասպանությունով, չարությունով լցված, ինչի եք ուզում ինձ սպանեք։ Հիսուսը ինչու էր համբերատար, Հիսուսը ինչու էր սիրալիր, Հիսուսը ինչու էր այն շնացող կնոջը, որ բերեցին, որ պետքա քարկոծեին, ինչու հնարավորություն տվեց ապաշխարության։ Չասեց լավ ես անում, դե ոչինչ, ստացվել է, քո կյանքն էլ դաժան է։ Ասեց մի մեղք գործի այլևս, մի մեղք գործիր։ Այն մյուսին ասեց, որ ավելի չար բան չլինի, մի արա։ Ամեն։ Բա ինչու էր, որ դու բերել էիր սպանելու, բայց Հիսուսը պատրաստ էր ևս մեկ հնարավորություն տալու։ Ով էր ավելի մոտ Աստծո սրտին, փարիսեցիները թե Հիսուսը։ Ես թե Աստծո խոսքը։ Աստծո խոսքը։ Իմ ապրումները, իմ ներշնչանքները, զգացմունքները թե Սուրբ Հոգու թելադրանքը։ Սուրբ Հոգու։ Հա? Մի ուրիշ խոսքերով ասում էր, լսեք, դուք նմանվել եք այն Աստծուն, որ պաշտում եք։
բայց շուրթերով ուրիշին եք պաշտում։ Եփեսացիների 5-րդ գլուխ։ Չէ, եկեք Սաղմոս 50-ը գնանք, թող Եփեսացիները մնա վերջում։ Տասնվեցերորդ խոսքից։ Գրված է հետևյալը. Բայց ամբարիշտին ասում է Աստված. Քեզ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես, եւ իմ ուխտը բերանդ ես առնում։ Որ կարդում ես, հասկանում ես, սենց առաջի հայացքից թվում է, թե այս աշխարհային է, դե հա, ինչ աշխարհային է, հո ես չեմ։ Բայց մի քիչ նայում ես, տեսնում ես աշխարհային մասին չի։ Հավատացյալի մասին է։ Ու Աստված ուղիղ ասում է. Եվ խրատն ես ատում եւ իմ խոսքը քո հետին կողմն ես գցում։ Եթե գող ես տեսնում, նրա հետ ես գնում։ Եվ քո բաժինը շնացողների հետ է։ Բերանը չարության ես տալիս եւ լեզուդ նենգություն է հնարում։ Նստում ես եղբորը դեմ հակառակ ես խոսում եւ քո մոր որդիի վրա բամբասանք ես անում։ Այնի հոգեվոր եղբայրներ, էսի արնակից եղբայրն է։ Ասում ինչ, ինձ, երբ որ դու իմ անունը քո բերանն ես անում։ Դա դեռ չափանիշ չի, որ դու ինձ ես պաշտում կամ ինձ ես հավատում, ինձ ես ծառայում։ Այս բաները արեցիր դու եւ ես լուր կացայի։ Կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, կամ ես ստեղ տեսնում Աստված ասի, լսի, քո խելքով էլ անցավ, թե ես հենց այդ Աստվածն եմ, քո Աստվածն եմ, ու քեզ թվաց, որ ես կարող եմ նմանվել քո արարքին, կամ հավանություն տալ քո արարքին, ասում եմ, բայց կհանդիմանեմ քեզ, քո աչքի առաջին կդնեմ, միտք արեք այս, ով Աստծուն մոռացողներ, միգուցե հափշտակեմ եւ ոչ ոք չլինի, որ փրկի։ Ասում եմ, չգա հանկարծ այդ պահը հասնի։ Չգա, որ վերջնական վճիռը անեմ հանկարծ։ Համոզված եք, որ հավատացյալի համար էր։ Իսկ Եփեսացիների 5-րդը նայեք ինչ է ասում։ Գրված այսպես. ուստի նմանվող եղեք Աստծուն, ինչպես սիրելի որդիներ։ Եվ սիրով գնացեք, ինչպես Քրիստոսն էլ մեզ սիրեց, որ իր անձը մեզ համար մատնեց պատարագ եւ զոհ Աստծուն անուշ հոտ լինելու։ Եվ թվարկումը, այսքան տեղը, այն մեկը ուրիշ Աստծու էր, կամ Աստծուն ուզում էր իրան հարմարեցներ։ Իսկ ստեղ Աստված ասում է, դու իմ պես եղիր, ես քո պես երբեք չեմ լինի։ Ամեն։ Աստված ասում է, լավը դու իմ պես եղիր։ Եթե դու իմ պես լինես, ես քո հետ եմ։ Եթե դու իմ պես լինես, ես քո պես միևնույնն է, երբեք չեմ լինի։ Այս մեկ ընդմիշտ մենք պետք է իմանանք։ Երբեք Աստված չի օրհնի այն գործերը, որ իրանից չեն։ Ինչքան էլ ստիպենք, որ նա անի մեր կյանքի մեջ կամ մեր միջոցով։ Բայց մեծ հաճույքով կանի այն ամենը, ինչ որ ինքն է ասել։ Ինքն է ուզում։ Մեծ հաճույքով։ Ասում է սիրով գնացեք, այսինքն Քրիստոսի գործերը ցույց տվեք։ Ամեն։ Եվ դուք կլինեք անուշ հոտ, ինչպես Քրիստոսը եղավ անուշ հոտ։ Ակամայից աղին ու լույսին ավելանում է նաև մի անուշ հոտ։ Ամեն։ Տեսեք, որ բառերը, երբ որ մենք խոսում ենք
մարդուն կենտրոնացնում է, ոնց որ կանգնեցնում է մի պահ, որ տեսնի իմ ու քո գործերը, իմ ու քո կյանքը, բայց մեր գործերը, եթե բառերի հետ հունչ չեն, համաձայն չեն, փչացնում ամեն բան։ Դրա համար ավելի լավ է ապրել Աստծո հետ, կամ ցույց տալ Աստծուն, շատ չխոսալ։ Չգիտեմ հեղինակը ով է, լսել եմ սենց արտահայտություն։ Ավետարանը քարոզեք, մեկ-մեկ էլ խոսացեք։ Չգիտեմ ով է հեղինակը։ Իրականում բոլորս էլ կուզենք, թանկագիններ, բոլորս էլ կուզենք, որ մենք ճիշտ Աստծուն ներկայացնենք։ Որ մեր ընթացքում Աստծո գործերով փառավորենք, որ ինքը իր գործերը հայտնի։ Եկեղեցին այն մարմինն է Քրիստոսի, որի գլուխը Քրիստոսն է։ Այն ինչ որ գլխից գալիս է մարմնով պետքա դրսևորվի։ Մարմնի վրա են ձեռքերը, մարմնի վրա են շուրթերը, մարմնի վրա են աչքերը, մարմնի վրա են ոտքերը, մարմնի վրա է սիրտը, մարմնի վրա է բացի գլխից ամեն բան։ Բայց գիտես, եթե այդ մարմնի վրա գլուխը չկա, եթե այդ մարմինը գլխից անջատ է, ուրիշ գլուխ է դրված, դա գործերով երևալու է։ Տեր, մենք ուզում ենք քեզ ծառայենք։ Մենք ուզում ենք, որ ինչքան էլ անուն կպցնեն մեզ, միևնույնն է։ Երբ որ տեսնեն մեր բարի գործերը, էլ խոսալու տեղ չունենան։ Վատ խոսալու տեղ չունենան։ Փառավորեն Հորը, որ երկնքում է։ Ու դու հենց այդ մեկն ես Աստծուն փառավորելու։ Դու հենց այդ մեկն ես, որ կարող ես Աստծուն փառավորես։ Ու չասես ես ինչ կարող եմ։ Դու հենց մեկն ես։ Ամեն։ Թանկագիններ, մենք ընդունելու ենք հաղորդություն, ես ուզում եմ խոսեմ հաղորդության մասին։ Մատթեոս 26:26 մի հետաքրքիր բան։ Երբ որ Հիսուսը արեց առաջին անգամ աշակերտների հետ, նա ասեց. Եվ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացը առավ եւ օրհնելով կտրեց եւ աշակերտներին տվեց եւ ասաց. Առեք կերեք, այս է իմ մարմինը։ Եվ բաժակը առավ, գոհացավ, նրանց տվեց եւ ասեց. խմեցեք դրանից ամենքդ, որովհետեւ այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղած։ Գիտես սա ինչ էր։ Նոր փոխհարաբերությունների սկիզբ։ Ես ես մի բառով եմ ուզում։ Կամ նոր ուխտ, նոր պայմանագիր, նոր որոշումներ։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք, թող գա մեր փառաբանության թիմը։ Գիտես, երբ որ կմոտենաս, մոտեցի նոր որոշումով։ Ինչ որոշումով։ Աստծո հետ ուխտը պահելու որոշումով։ Ինչա ուխտը։ Հիսուս ասեց, ես ինձ ամբողջությամբ նվիրում եմ քեզ։ Ու արեց։ Մենք էլ եկեք մեր հերթին ասենք, ես էլ ամբողջությամբ ինձ նվիրում եմ քեզ, Հիսուս։ Մեկ ատենց էլ մեծ բան չունեմ քեզ տալու։ Ունես դու, պետք ես։ Ամեն։ Բայց Աստված այնքան բան ունի մեզ տալու ու տվել է արդեն հենց իրան։ Եկեք թող այսօրվա մեր, երբ որ քեզ կասեն, սա Քրիստոսի մարմինն է, որ կոտրվել է քեզ համար, կամ խաչվել է քեզ համար, դու ընդունելով, երբ որ կասես ամեն, միգուցե բարձրաձայն ասա, գիտես, ես էլ իմ անձը դնում եմ Քրիստոսի համար։ Երբ որ կասեն,
Սա արյունն է Քրիստոսի, որ թափվել է քո մեղքերի թողության համար, կամ այս Քրիստոսի արյունը թափվել է քեզ համար։ Հիշի, որ սա ուխտի հաստատումն էր կամ կնիքն էր, որ Հիսուսը չխաբեց, այլ իր արյունը թափվեց, որտեղ ուխտի ժամանակ պետք էր արյուն թափվեր։ Ամեն։ Ու հավատքով ընդունի, ոսա Տեր, ես քեզանից ամեն բան ընդունում եմ հիմա, ընդունելով այս արյան ուխտը կամ այս արյունը կամ այս գինին որպես արյուն, ես քեզանից ընդունում եմ այն ամենը, ինչ որ դու արել ես խաչի վրա ինձ համար։ Ու քո մտքի մեջ, ես չգիտեմ, կարող ես ընդունես այն ամենը, ինչ որ պետք է քեզ։ Եվ այս կյանքի եւ Աստված պաշտության համար, որ դու հենց այդ մեկն ես, ում Աստված որ ընտրել է, ում միջոցով էլ կամ ով էլ լինելու է աղ, լույս եւ Քրիստոսի անուշ հոտը։ Ամեն։ Քեզանից հոտ են քաշելու։ Ու այդ հոտը մնալու է իրանց իհարկե քթի մեջ չի, սրտի մեջ։ Ուզելու են էլի քաշել։ Եթե այդ հոտը անուշ հոտ է, բայց իսկ բոլորս գիտեք, չէ՞, այլ հոտերից ինչ ենք անում։ Փախչում ենք։ Ես հավատում եմ, որ Քրիստոսի հոտը կանչում է փրկության մարդկանց։ Քրիստոսի հոտը մեզ է կանչում իր հետ փոխհարաբերությունների։ Եկեք աղոթենք այս սեղանը։ Տեր, գոհանում ենք, որ դու Տեր դարեր առաջ արդեն մեզ ունեիր քո սրտի մեջ եւ ոչ միայն մեզ, այլ շատերին, ինչպես գրված է, քո արյունը թափվեց շատերի մեղքերի թողության համար, քո մարմինը կոտրվեց, Տեր իմ Աստված, որ քո եկեղեցին ծնվի, միաբան լինի։ Դու արյուն թափեցիր, որ ուխտի մեջ մտցնես քեզ հետ մարդկանց եւ ցույց տաս քո հավատարմությունը։ Այսօր էլ մենք ենք որոշում կայացնում, Տեր, ցույց տալու մեր հավատարմությունը քեզ։